Ողջույն Front TV-ի սիրելի հետևորդներ, այսօր իմ հյուրն է համահայկական ճակատ շարժման անդամ, Հայկանդուխ կուսակցության փոխնախագահ Ռուզաննա Ստեփանյանը։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Տիկին Ստեփանյան, քաղաքական դաշտում աժոտաժը ինչ է կարծում, արդյոք սա կապված է 2026 թվականի ընտրությունների հետ, թե այնուամենայնիվ մենք ունենք արտահերթ ընտրությունների հնարավորություն։ Ես չգիտեմ դուք ինչի նկատի ունեք, որ ասում եք քաղաքական դաշտում աժոտաժ է։ Քաղաքական դաշտում նրանք, ովքեր աշխատում են, իսկ նրանք, ովքեր լծված են աղմուկ բարձրացնելու, ուրիշին փնովելու կամ չգիտես այլ գործերի, նրանք էլ իրենց գործն են անում, ինչպես ամեն ընտրությունից առաջ։ Իսկ արտահերթ ընտրությունների մասով կարող եմ ասել, որ պիտի ամեն ինչ անել, որ այս իշխանությունը իր կառավարումը չձգի մինչև 26 թվականը, որովհետև 26 թվականին հասնելու պարագայում մենք չգիտենք, թե մեր գլխին այս իշխանությունը որքան նոր աղետներ կարող է բերել։ Այն ինչ մենք անում ենք, դա շատ հստակ, կոնկրետ աշխատանք է։ Իսկ աղմկում են նրանք, ովքեր տարիներ շարունակ իրենց հռչակել են արևմտամետներ, մեծ փողեր են այնտեղից ստանում, այլ երկրների տակ աշխատում, դրանք մեր աչքի առաջ մեծացած ու մեծացող գործակալներն են։ Ցավոք Հայաստանում գործակալների թիվը գնալով շատանում է, բայց այդ խորը արմատներ ձգած գործակալները, որոնք իրենց ամբողջ քաղաքական կենսագրության մեջ սպասարկել են տարբեր քաղաքական ուժերի շահեր Ռոբերտ Քոչարյանի, այդ նույն մարդը կամ մարդիկ սպասարկել են Ռոբերտ Քոչարյանի շահը քաղաքական, Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքական շահը, Նիկոլ Փաշինյանի, Սրբազան պայքարի եւ իրենց այդ ամբողջ քաղաքական կենսագրությունը միայն մի բան է արվում քաղաքական կենսագրության մեջ, սպասարկել սրա նրա շահը եւ չեն կարողանում ոչ հասարակության մեջ գտնել իրենց տեղը, մերժված են հասարակության մեջ եւ եթե այդքան մեր աչքի առաջ տեսնում ենք ինչքան շարժումներ են անում եւ այլն, այդ գործակալների մասին է խոսքը, 5 հոգի իրենց կողքը չեն կարողանում հավաքել եւ հիմա մեծ աղմուկ են բարձրացնում։ Ես հենց դրանց խորհուրդ եմ տալիս կամ հենց դրան խորհուրդ եմ տալիս ինքը գնա վերջացնի իր քաղաքական գործունեությունը եւ զբաղվի օրինակ պիկանտների վերանորոգման, առուծախի գործով։ Կհիշեք 44-օրյա պատերազմի ժամանակ ասում են մենք ուզում ենք գնանք պատերազմ, բայց պիկանտ չկա, պիկանտի համար դիմեցին Միացյալ Նահանգներին, փողեր բերեցին, հետո ասեցին պիկանտը կա, հիմա Նիկոլ Փաշինյանը չի թողնում, որ մենք գնանք պատերազմ։ Դուք ավարտեք ձեր քաղաքական կարիերան, ձեզ մոտ շատ լավ ստացվել է 30 տարի գործակալությամբ զբաղվել, հիմա ավարտեք, դուք զբաղվեք, այդպես արեստանոց բացեք պիկանտների եւ պիկանտի գործով զբաղվեք։ Հարցնում են, ինչու ձեր տղան չի ծառայել բանակում, դուք ասում եք, իսկ ինչու իմ տղան պիտի դրսից գա եւ ծառայի այստեղ։ Այդ գործակալներից մեկի խոսքն եմ ասում, ինչու իմ տղան պիտի դրսից գա ծառայի այստեղ։ Իսկ ինչ է, մենք դրսից քիչ տղաներ ունենք, որ եկել ծառայել են, ձեր տղաները փափուկ Եվրոպաներում նստած են, իսկ այս լույս տղաները 5000 հոգին, որ գիտեին, թե իրենք կյանքի ու մահվան կռիվ են տալիս եւ շատերը հազարավորները իրենց կյանքը դրեցին հայրենիքի սեղանին, շատ լավ գիտեին եւ Եվրոպայի տեղը, եւ Կանադայի տեղը, եւ Ֆրանսիայի կարող էին գնալ, փափուկ նստել Կանադայում եւ ասել մենք Կանադայից սիրում ենք այս հայրենիքը, բայց այս տղաների մեջ կար հայրենասիրություն, ոչ թե փողի մոլուցք, ոչ թե մի երկրի փողերով մյուս երկրի ներսում խժդժություններ առաջացնել, մեկ այլ երկրի տակ պարկելու աշխատել, այս տղաների տարբերություն դրանց տղաների կամ ձեր տղայի տղաների, իրենք կարողանում էին հասկանալ, գիտակցել հայրենիքի փրկության գործը եւ այդ աղմուկը միշտ կա, որովհետեւ դրանց գործը 2 կոպեկ թռցնել, այդ երկրի փողերը բերել, այս երկրում խժդժություն ստեղծել, մեկ այլ երկրի տակ աշխատել, դա էլ դրանց գործն է, այդ աժիոտաժը եթե դու դա ի նկատի ունես, հարգելի Աննա, գուցե եւ այո, այդ աժիոտաժը ընտրությունից ընտրություն մենք այդ դատարկ աղմուկը լսում ենք։ Դատարկ աղմուկ, իրենից ոչինչ չասող։ Դուք տեսեք, դուք ինչ եք արել, ինչ եք տվել այս երկրին, դուք անգամ չգիտեք, թե դուք որ երկրին եք ծառայում եւ հիմա մեծ խոսելով չի, մեծ աղմուկ բարձրացնելով չի եւ ընդհանրապես մի օր պիտի բոլորս ձեր տեղը ցույց տանք ձեզ։
Տիկին Ստեփանյան, Ալիևը այսօր կրկին անդրադարձ է կատարել Խաղաղության համաձայնագրին եւ ասել է, թե Խաղաղության համաձայնագրի ստորագրման գնդակը գտնվում է Հայաստանի դաշտում։ Ինչպես կարող ենք հասկանալ սա։ Մենք արդեն քանի ամիս է լսում ենք, որ պատրաստվում է Հայաստանը խաղաղության համաձայնագիր ստորագրել եւ Ալիևը ամեն օր նորանոր պահանջներ է դրել, շատ հստակ է ասվում, ճիշտ է, այստեղ Նիկոլ Փաշինյանը ասում է, որ մենք 26 թվականի ընտրություններից հետո կգնանք սահմանադրության փոփոխության, բայց իր կողմից կիրթ հռչակված Ալիևը իրեն ասում է կփոխես սահմանադրությունը, անկախության հռչակագրից կհրաժարվես եւ միայն այդ ժամանակ ես դեռ կմտածեմ քեզ հետ խաղաղություն ստորագրեմ, թե չստորագրեմ, ինչ է հիմա տեղի ունենում մեր սահմաններին, ամեն օր կրակոցներ, ամեն օր փամփուշտներ, ասում եմ փամփուշտը Հայաստանի ուղղությամբ չի գալիս, ինչպես չի գալիս, երբ որ մարդիկ տեսնում են սահմանում լինում են, մարդիկ պատմում են, ներկայացնում են, թե ինչպես են իրենք գիշերը արթուն լուսացնում, չեն կարողանում այդ կրակոտ, շատերի տանիքին են գնում, շատերի այգում են գնում փամփուշտը եւ այս տոնայնությամբ գնալ խաղաղության դա զավեշտ է եւ առավելապես կարող եմ ասել, որ այս իշխանությունը ասում եք արտահերտ ընտրությունները մինչեւ 26 թվականը այս գծի մեջ կարող է ամբողջ Հայաստանը տալ, հիմա քանի օր է լսում ենք, որ Տավուշում ականազերծման աշխատանքներ են անում, չէ, Պաշտպանության նախարարությունը նման հաղորդագրություն է տարածում, իսկ որ տարածքներն են ականազերծում, որ տարածքներն են փորձում թշնամուն հանձնել հիմա, ինչ տարածքների մասին, այսօր առավոտյան մենք նորից հաղորդագրություն ստացանք, որ Վարդենիսում զինվորը ականազերծման աշխատանքներ կատարելիս վնասվածք է ստացել, այսինքն հիմա Տավուշից սահմանազատումը ձգելու է Վարդենիսով, հետո Սյունիքում ինչ է անելու, իհարկե Ալիևը միշտ կասի, որ գնդակը Հայաստանի դաշտում է, որովհետև ամեն օր Ալիևը նոր հարված կխփի Հայաստանի դարպասին, ասելով, որ դու ինձ պիտի սա էլ զիջես, դու պիտի սա էլ կատարես, որ հետո ես մտածեմ քեզ հետ կստորագրեմ մի թուղթ, թե չեմ ստորագրի այդ թուղթը։ Ես դրա համար եմ ասում, որ այս իշխանությանը թողնել մինչև 26 թվականը, դա նշանակում է, որ մեզ նոր փորձության առաջ կանգնեցնել եւ խորհուրդ կտամ այդ աղմկողներին թող թեքվեն դեպի այս իշխանություն տեսնեն ինչ է կատարվում։ Տիկին Ստեփանյան, Եվրոդատարանը նոր որոշում էր ընդունել գերիների հետ վերադարձի հետ կապված, այսինքն ինչ է ստացվում, նաև այս պահանջը չի կատարվել։ Այս ընթացքում Ալիևը որևէ դատարանի պահանջ չի կատարել, այդ թվում եւ Հաագայի դատարանի պահանջը, ՄԱԿ-ի մարդու իրավունքների դատարանի պահանջը, որևէ դատարանի պահանջ Ալիևը չի կատարել եւ դրա համար էլ ստիպում է այս իշխանությունը ասելով ինչ հայցեր ունեք, հետ բերեք այդ հայցերը դատարաններից, որովհետև ես միևնույն է դա էլ խաղաղության համաձայնագրի հիմքում է դրված, փոխարենը գերիների վերադարձի հարցը լինի, մեր անհետ կորած տղաների կյանքի վրա լույս սփռելու, նրանց տեղը գտնելու, նրանց հետ բերելու հարցը դրվի, բոլորովին այլ ուղեգծով է շարժվում այս իշխանությունը եւ հիմա մենք ասենք թե Ալիևը սա չի կատարում, իսկ ով է Ալիևի վրա ճնշում գործադրում, որ Ալիևը ինչ որ բան կատարի։ Եվրոպարլամենտը բանաձև ընդունեց այո գերիների վերադարձի մասով, բայց Եվրոպարլամենտը արդեն մեկ ամսից ավել է կարծեմ, որ ընդունել է այդ բանաձևը։ Մի անգամ պատժամիջոց կիրառել է Բաքվի նկատմամբ, ոչ, աշխարհում քաղաքական շահն է գերիշխում եւ մենք նստենք սպասենք, որ այսինչ պարլամենտը կամ այսինչ դատարանը որոշում կկայացնի եւ այդ որոշման հիմքում կլինի, որ մենք կշահենք դրանից, ոչ, մենք մինչեւ չուժեղանանք, չհզորանանք, ինքներս մեր երկրի սահմանների անվտանգության տերը չլինենք, որևէ պարլամենտի բանաձև, որևէ դատարանի որոշում Ալիևի վրա չի կիրառվի, որովհետև աշխարհը հաշվի է նստում ուժեղի հետ։ Քաղաքական շահը այսօր վեր է դասված թե մարդկային շահից, թե քանի անգամ բարձրացրել ենք գերիների, անհետ կորածների հարցը, աշխարհում պատերազմներ շատ են լինում եւ այդ պատերազմների արդյունքում փոխանակումներ շատ են լինում, մենք մինչեւ վերջին մարդասպանին հանձնել ենք Բաքվին, բայց չենք կարողանում մեր տղաներին
այնտեղից հետ բերել։ Իսկ դա նշանակում է, որ աշխարհի լռությունը ապացուցում է, որ աշխարհը այսօր հակված է Բաքվին չնեղացնելու սկզբունքով առաջնորդվել։ Իսկ գուցե մենք ուժեղ պահանջատեր չենք, նկատի ունեմ իշխանություն։ Իշխանությունը պահանջատեր չի։ Մեր իշխանությունը ընդհանրապես դուք տեսել եք ինչ-որ մեկից ինչ-որ բան պահանջի։ Ոչ միայն իշխանությունը պահանջատեր չի, այլ նաև հասարակությունը պահանջատեր չի իշխանությունից։ Պիտի այս հասարակությունը պահանջի իշխանությունից, որ իշխանությունն էլ իր աթոռի երերալուց վախենա եւ նա էլ պահանջի ուրիշներից, բայց քանի որ այս իշխանությունը սնվում է տարբեր աղբյուրների ֆինանսներից եւ Հայաստանի ներսում կա հսկայական գործակալական ցանց, որը եւս սնվում է տարբեր աղբյուրներից, ստացվում է, որ ներքևում մնում է ժողովուրդը, որը մի տեսակ հուսախաբված է, մի տեսակ հուսալքված է։ Ես անցած մեր հաղորդմանն էլ ասացի, որ մենք պետք է լինենք պահանջատեր, մենք պետք է դուրս գանք փողոց խաղաղ անհնազանդության ակցիաների, որովհետև միայն մեր հավաքական ուժի շնորհիվ մենք կկարողանանք այս իշխանության վրա ճնշում գործադրել, որպեսզի նրանք հեռանան եւ կարողանանք ձևավորել ազգային մտածողությամբ իշխանություն, որի համար ամենաբարձր արժեքը կլինի հայ զինվորի կյանքը, մեր սահմանների անվտանգությունը, այլապես թողնել 26 թվականին եւ Ալիևի ամեն օր թարմացվող պահանջների արդյունքում չեմ կարող ասել, թե մենք 26 թվականին իրականում ինչ կունենանք։ Թե ինչ, շնորհակալ եմ։ Եվ ես ուզում եմ ասել, տեսեք, Հաշիվյանը փաստորեն մի քանի օր առաջ Մատենադարանում իր տիկնոջ հետ որ գնացել են այնտեղ մարդկանց կրթելու, ասել է ես չեմ եկել պատերազմ վերել, պատերազմն է ինձ հետ ոնց որ հանդիպել, բաներ կան, որոնք մեկնաբանել անգամ չես ուզում, որովհետև մարդկային գիտակցությունը այդքան չի, ինձ մոտ գոնե չի հասունացել, որ ես կարողանամ այդ արտաբերած մտքերը վերծանեմ։ Թե ինչ, շնորհակալ եմ այսօրվա հարցազրույցի համար, դեռ կհանդիպենք։ Ես եմ շնորհակալ։ Իսկ ես հիշեցնում եմ, որ իմ հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը, կհանդիպենք։